Հուլիսի 12-ին Քրիստոսի պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր տաճարի զանգերը հրավիրեցին Սուրբ եւ անմահ պատարագի։ Տոնական պատարագը հանդիսապետում էր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, պատարագիչն էր Մայրաթորի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին Վարդապետ Համբարձումյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին եպիսկոպոսներ եւ միաբաններ, բարերարներ, ուխտավորներ։ Քրիստոսի պայծառակերպության տոնի հիմքում Հիսուսի Թաբոր լեռան վրա իր 3 աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական հիշատակությունն է։ Իր քարոզչության 3-րդ տարվա ամռանը Հիսուս աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին բարձրանում է լեռը աղոթելու։ Հանկարծ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Գրում է Մատթեոս ավետարանիչը։ Աշակերտները ականատես են լինում, թե ինչպես է Հիսուս խոսում Մովսեսի ու Եղիայի հետ։ Նրանք այդ օրը կատարելապես տեսնում են Քրիստոսի աստվածային փառքը։ Ավետարանիչն ասում է, որ աշակերտները այնպիսի երանության մեջ են լինում, որ նույնիսկ խնդրում են Հիսուսին մնալ հենց այնտեղ։ Հետո լուսափայլ մի ամպ է հայտնվում եւ ամպից եկող ձայնն ասում է. «Դա իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»։ Հիսուս աշակերտներին խստորեն պատվիրում է այս դեպքի մասին ոչ մեկի չպատմել։ Երբ որ առաքյալները ականատես եղան Քրիստոսի պայծառակերպության, ասեցին ինչքան լավ է, որ մենք այստեղ ենք։ Այսինքն, եթե մարդու մեջ, ընտանիքի մեջ, հասարակության մեջ, ազգի մեջ այդ ներքին պայծառակերպությունը չկա, զգացումը չի լինի, թե որքան լավ է, որ մենք այստեղ ենք։ Մարդը կուզենա փախչի եւ ընտանիքից, որովհետեւ այնտեղ խավարային գործեր, հակառակություններ կլինեն, եւ հայրենիքից, որովհետեւ հակառակություններ կլինեն։ Բայց այս պայծառակերպությունը ցույց է տալիս, որ եւ անձնական եւ հավաքական կյանքում մենք հավատքով պայծառակերպվելով երանելի կդարձնենք եւ մեր անձնական կյանքը, եւ ընտանեկան կյանքը, եւ մեր հայրենական կյանքը։ Տեր Ադամ քահանա Մակարյանը միմյանց վրա ջուր ցողելու սովորույթի մասին խոսելիս նշեց. Աստվածաշնչում մի շարք դրվագներ, ջրհեղեղից փրկվելը, Մովսես Մարգարեի առաջնորդությամբ կարմիր ծովով դեպի ավետյաց երկիր անցնելը։ Ճիշտ հավատք ունենանք, Աստված մեր առջև կբացի անգամ ամենամեծ նեղությունների ծովը, դրանով կանցնենք եւ մեր երկիրն էլ կդարձնենք եւ մեր կյանքն էլ կդարձնենք ավետյաց, այսինքն խոստացված եւ Աստծո օրհնություններով լեցուն։ Մայր տաճար եկած ուխտավորները մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդություն ճաշակեցին։ Պատարագի ընթացքում աղոթք բարձրացվեց հանիրավի անազատության մեջ գտնվողների համար։ Պատարագիչ հոգևորականը Գարեգին Վարդապետ Համբարձումյանը քարոզխոսության ժամանակ անդրադառնալով պայծառակերպության տոնին նշեց. Այսօր մենք հոգևոր կերպով բարձրանում ենք Թաբոր լեռը, որպեսզի տեսնենք այն, ինչ նրանք տեսան, լսենք այն, ինչ նրանք լսեցին, եւ վերադառնանք այլակերպված։ Մենք ամեն օր ապրում ենք սովորական կյանքով եւ մեր կյանքը հիացական տեսարաններով չէ, ինչպես եղավ Թաբոր լեռան վրա, բայց ամեն օրը կարող է փոխակերպվելու հնարավորություն տալ։ Նրան միշտ մաղթեք փառք եւ երկրորդություն, առջանս հավիտենից ամեն։ Պահպանիչ եւ հույս ապտացելոց Քրիստոս Աստված մեր, Բահյա, պահպանյա եւ օրհնյա, զազգասայոց եկեղեցիս Հայաստանյաց, ընդհանրյալ սուրբ եւ պատվական խաչմիտքոյի խաղաղության, հրկյա, ազատյա, երևելի եւ աներևելի թշնամյաց։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը պահպանիչ աղոթքով եզրափակեց սրբազան արարողությունը, հնչեց հայրապետական մաղթերքը։ Հայոց հայրապետը պայծառակերպության տոնի առիթով օրհնեց ժողովրդին։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Եկեղեցական կյանք։